դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացվել է Մեղադրյալ Աջապահյանը և ներկայացել են պաշտպաններ Զոհրաբյանը, Սարգսյանը, Ակնունցը, Պարմանյանը և Աղարոնյանը։ Նշեմ, որ դատական նիստին դատախազները չեն ներկայացել։ Դատական նիստը սկսում ենք մի փոքր ուշացումով հաշվի առնելով, որ դատանը մեկ այլ կազմով դատական նիստով ծանրաբեռնված, բայց այդ փորձում ենք հասկանալ դատախազների չներկայանալու պատճառը։ Դատանի աշխատակազմի հեռախոսազանգի միջոցով հայտնել են, որ դատական նիստի օրվայրուժանի մասին ծանոթագիր չեն ստացել սպայությամբ, այս պատճառով չեն ներկայացել դատական նիստը։ Նշեմ, որ ծանոթագիր ուղարկվել է հատուկ փոստային ծառայության միջոցով, ներկա պահին դատային հայտնի չեն հանգամանքներ, թե ինչ պատճառով ինչ այս պահը ծանոթագիրը չի հասել հասցեատերին։ Պաշտպանության կողմից դիրքորոշումն անպայմանորեն շարունակել։ Անպայմանորեն կազմում չի կարելի շարունակել եւ հաջորդ նիստի հետ կապված քննենք նկատի ունենալ ավելի մեծ դահլիճ տրամադրել, հաշվի առնելով, որ ներկաների ցանկությունը այս նիստին մասնակցելու շատ։ Պարոն Զոհրաբյան, ինչպես նկատել եք, դատանի որոշումից դատական նիստ պետք է անցկացվեր թիվ 2 դահլիճում, որը անհամեմատ ավելի փոքր էր։ Մենք փորձեցինք, քանի որ մեր դատական կազմում գծված դահլիճը թիվ 2 դահլիճն է, մենք փորձեցինք հաշվի առնելով, որ հանրային հետաքրքրությունը ներկա գտնվող անձանց քանակը, փորձեցինք ավելի մեծ դահլիճում դատական նիստերն անցկացնել։ Կփորձենք հնարավորության դեպքում, եթե այդ դահլիճ հնարավոր լինի տրամադրելուն, այն փորձենք կազմակերպել այդ դատական նիստերի դահլիճում։ Այլ կարծիք կա դատական նիստ շարունակելու հետ կապված։ Ես ևս միայն գործընկերոջով պետք է ներառվելու ներկայությունը արտադրելու իմաստով, որ այս գործում բավականին խորը քննարկման դիմանկյունը կարծում դատանը պետք է նաև այդ հարցերի վերաբերյալ լսի նրանց դիրքորոշումը եւ նաև կոնկրետ ուժնորություններ ունենալու կապակցությամբ կարծում դիրքորոշումը լսելու կարևորը։ Եվ նաև այս դահլիճը կապված դատանի բազարանը բաց է, բայց նաև ուզում եմ ոչ միայն օրինակ դերսում դուլից է կազմակերպի կամ ֆերկացիան դեկա դրել, որտեղ իրականում հրապարականության տեսանկյունից շատ քիչ մարդ են եկա, որտեղ ամենը սկզբում կապված, բայց աշխատանքային վիճակներ բավականին խնդրալուց է։ Օրինակ ես հիմա ուզում եմ համակարգիչը ցանեմ, գոնե համակարգիչը կողքը բերում աշխատելու փաստաթղթերի անհնա համակարգիչը չեմ անել, բայց ես խնդիրը ուզում եմ որ դատանը հստակ արժանանալի, որ փորձենք Հասկանալի է ձեր դիրքորոշում, պարոն Սարգսյան, բայց նաև ընդունենք այն հանգամանքը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ գտնվում են դահլիճում, ըստ էության հեռարձակում։ Հրապարակայնության սկզբունքը ամեն դեպքում ապահովված է, կարծում եմ այդ մասով առարկություն չունի։ Կա այդ դիրքորոշում։ միանում Պարոն Աջապահյան, տարբերվող դիրքորոշում ունեք։ Ներողություն աջակցական դատարանի տեսեք, բոլոր դեպքերում ձեզ համար հասկանանք քրեական դատարանության ազգի իմաստով գործում է Մեղադրյալի հետ, բայց հաշվի առեք, որ arczepiskopos է ձեր արժեքով եւ խնդրում եմ նրանցան դեպքում դիմել նաեւ հոգեվորական այդ պատճառ դիմելած է։ Հա, եթե հնարավոր է, հաշվի առնենք նաեւ քրեական դատավարության դերբանություն։ Չունեն։ Մյուս պաշտպանները լրացում ընդունել դիրքորոշում, որ համակարգիչ է։ Հաջորդ դատական նիստի օրվա ժամկետների հետ կապված պաշտպանական կողմից դիրքորոշում ունի դատական նիստը այս տարվա մեջ կամ հաջորդ տարվա մեջ նշանակելու հետ կապված հաշվի առնելով հրապարակումները առողջական վիճակի հետ կապված եթե անհրաժեշտություն կա տրմփատ ռեժիմով այդ հարցը քննարկելու ախտորոշումների հետ կապված քննարկել
Ձեզ նաև տեղեկացնեմ, որ նախագահ դատավորը 2025 թվականի դեկտեմբերի 23-ից հունվարի 12-ը ամենամյա հերթական արձակուրդ ընտրում է հանգամանքներ հաշվի։ Հունվարի 12-ը։ Գրաֆիկներով նաև առաջնորդությունը շատ դահլիճի հնարավորությունը, որ միջակայքում կազմակերպի երբ հնարավոր կլինի էլ ավելի մեծ միջակայքում, միգուցե սա ավելի որոշիչ գործ։ Դե եթե ավելի ուշ նշանակենք, հնարավորություններն ավելի շատ։ Մենք կողմը որպես այս տալի նշանակվի դատականից տված, քանի որ ըստեյության վաղը պետք է սրտազանել բուժման տեղափոխվի, որը չգիտենք օրինակ վաղը ըստ իրավիճակի ոնց կլինի, հետագազարգացումը ոնց կլինի, հետագավոր իմատը բժարանք նախատեսնացող մեր առաջարկն անելու, բայց եթե մեր դիսկրոշումը այո մենք ընդհանրեն կվասնարի դատականից։ Դեկտեմբերի 22-ին օրվա երկու կես համար է։ Դեկտեմբերի 22։ Ժամը 3։ Ես 22-ին երկու դատականից ունեմ, 12-ին և 5։ Ազատոր այդ օրնա նշեցի, դրանից հետո արձակուրդ եմ գտնվելու 23-ից արձակուրդ։ Եթե համակերպ սպոսան դժվար է պատկերացնել վաղը մեկի բուժման վիրահատության և 22-ին դրվանից տեսնում։ Եթե օբյեկտիվ աշխատենք, առանց առավոտ ձեր գրաֆիկները, մեր գրաֆիկները, եթե 22-ն է հնարավորություն են կարծիքով իշխական առավոտ հնարավոր չի։ Լավ, եթե առարկություն չունենք, ուրեմն գործենք 26 թվականի հունվարի նշանակել։ Հունվարի 13-ին կամ 16-ին։ Նման պայմաններում բողոքների քննարկում հետաձգվում և նշանակվում է 2026 թվականի հունվարի 13-ին ժամը 15:00 դատականից հայտարարում։ Մտածություն չունենք